Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերով, իսկ նրա համերգային երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ Գոհար Գասպարյան հզոր անհատականության անցած ուղու ցանկացած դրվագ տարիներ շարունակ ուսանելի ու դասական օրինակ է եղել յուրաքանչյուրի համար։ Նրա արվեստը համաշխարհային բնույթ ուներ։ Գոհար Գասպարյանի ստեղծած գլուխգործոցների միջոցով հայ երգարվեստը ներկայացավ աշխարհի ամենատարբեր բեմերում։ Համաշխարհային դասականների ամենաբարդ գործերը, որոնք թվում է թե անհնար է կատարել, Գոհար Գասպարյանի մեկնաբանությամբ նոր կյանք էին ստանում։ Գասպարյանական չափանիշներ հասկացողությունը կատարելության մարմնավորումն ունենալով աչքի առաջ ստեղծեց նրա դպրոցը, որտեղ ցանկացած դերվագ ու բառ ուսանելի էր բոլորի համար։ Շատ ազդված եմ ճիշտն ասած, որովհետև մենք կորցրեցինք շատ մեծ երգչուհու, շատ մեծ անունով արվեստագետի, որը մեզ համար շատ մեծ կորուստ է։ Գիտեք, շատ հազվագյուտ մարդ էր, նա ոչ ոքի նման չէր, որպես մարդ եւ ջերմ էր լինում, եւ կարող էր, եթե ատում էր, նա ատում էր, եթե սիրում էր, նա շատ էր սիրում, անսահման։ Երգարվեստի համաշխարհային մեծությունների կողքին իր հաստատուն տեղն ամրագրած երգչուհու ստեղծագործություններում համաձուլվում են իրականության ու լեգենդի սահմանները, իսկ հիշողություններում այդ ամենը կմնա որպես հավերժ օրինակ։ Գոհարը եկավ, որպեսզի դառնար իր ժողովրդի լեգենդը, այս խոսքերում ամփոփված է մեծ անհատականության ու հայի այն տեսակը, ով արվեստի իր տեսակով գրավեց հազարավոր բեմեր։ Նրա ստեղծած չափանիշները անհասանելիության աստիճան բարձր են, եւ այդ ամենին հնարավոր էր հասնել միայն բնատուր տաղանդի միջոցով։ Հենց այդ հատկանիշների շնորհիվ են կերտվել նրա մարմնավորած Անուշը, Ռոզինան, Լակմեն, Նարինան, Վիոլետան ու այսպես շարունակ անուններ, որոնք հավերժ կմնան որպես օպերայի արվեստի պատմությունը կերտող գոհարներ։ Աշխարհի 56 երկրների բեմերում փայլեց նրա աստղը եւ պատահական ու զարմանալի չէր, որ 1996 թվականին Միացյալ Նահանգների աստղերի միջազգային հաշվառումը տիեզերքում աստղ անվանակոչեց, ամրագրելով Գոհար Գասպարյան կենդանի լեգենդի հավերժությունը նաեւ տիեզերական անսահմանության մեջ, որտեղ նրա աստղը հավերժ կփայլի։ Արմինե Ամիրյան, Հովհաննես Չապարյան, Արմենիա հեռուստատեսություն։ Ներքաղաքական իրողություն